Բարև սիրելի մեծիկներ և փոքրիկներ, կրկին եթերում մանկության մոլորակ հաղորդաշարն, օրվա մարտի 20-ի թողարկմամբ։ Ուրախ ենք հանդիպման արդիվ և սիրով ողջունում ենք մեր հավատարիմ հեռուստադիտողներին։ Սիրելի փոքրիկներ, այսօր մեր եթերում ձեզ շատ հետաքրքրող նյութեր կլինեն, որոնք հաճելի կլինեն հատկապես լսել մայրիկների հետ։ Այնպես որ սիրելի մայրիկներ, ձեր փոքրիկների հետ դիտեք մանկության մոլորակ հաղորդաշարը։ Ողջույն, եթերում ասմունքի էջն է։ Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս այս մար երկրի մեջ, արևի դեմ մի ճրակ, բայց արևի լույսի տակ, երբ ցավեր եք ինձ բերում, սրտիս մռայլ անհատակ, այն խեղճ ճրագն է ցրում, մայրս փոքրիկ, մայրս խեղճ, մայրս մի մայր հասարակ, մայրս մի բուր սրտիս մեջ, գիշեր և զոր արեգակ։ Բարև ձեզ հետ կրկին Ալեքսն է, այսօր ես կձևավորեմ բակալ, բակալ ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է բակալ, պատրաստի վարդ, ուլունքներ, այսպիսի ուլունքներ և այսպիսի, վերցնում ենք բակալը և վերցնում ենք այսպիսի ուլունքները, և ներքևից այն միջև վերջ կպցնում ենք, այսպես, այսպիսին անում ենք միջև վերջ և այսպես հատ-հատ պետք է կպցնել, ահա և ես վերջացրեցի, վերցնում ենք ուլունքները, բացում, և լցնում ենք բակալի մեջ, վերցնում ենք վարդը և դնում ուլունքների վրա, այնուհետև վերցնում ենք այսպիսի ուլունքներ և վարդի վրայով շրջում ենք և ստանում ենք այսպիսի գեղեցիկ բակալ, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։ Ներկայումս ողջ աշխարհի մարդիկ հասկացել են, որ մեր մոլորակի բնությունը վտանգի մեջ է։ Պետք է հիշեն, որ բնությունը միշտ մեր օգնության կարիքն ունի։ Եթերը շարունակում է եղիր բնության բարեկամը էջը, լսենք Մարիին։ Եղիր բնության բարեկամը։ Ողջույն ընկերներ, ինչ եք կարծում, ինչ կպատահի, եթե հենց այսպես կոտրենք ծառի կամ թփի մի քանի ճյուղ։ Ռոկենք ծաղիկներ, կամ որսանք թիթեռներ, մորեխներ, ոչնչացնենք գորտեր, մրջյուններ, բայց պատկերացնում ես, թե ինչ կլինի բնության հետ, եթե ամեն մեկը նրան թեկուզ փոքրիկ վերք պատճառի։ Առանց այն էլ մարդն իր կարիքների համար օգտվում է բնությունից և վնասներ հասցնում նրան։ Այդ պատճառով էլ երկրագնդի բնակիչները սկսել են մեծ ուշադրություն դարձնել բնության պահպանությանը։ Օրինակ, մեր երկրում արգելված է հազվագյուտ բույսեր հավաքելը և շատ կենդանիների որսը։ Այսքանը, ձեր հետ Մարին էր, ցտեսություն։ Չի կարելի կեղտոտել բնությունը։ Եվ այսպես, պետք է հիշել, չենք կոտրում ծառերի կամ թփերի ճյուղերը։ Չենք որսում թիթեռներ, չենք որսում վայրի կենդանիներ։ Տնկում ենք ծառեր ու ծաղիկներ և պատրաստում ենք թռչունների բներ։ Հիշեք այս բոլոր բնապահպանական կանոնները։ Արսեն, Սվետկա, ինչ է կարծում առողջինելու համար, ինչ է մեզ պետք անել։ Էլ է նախ լվացվել, մանրամարզություն անել, ատամները մաքրել, Սանրվել, կոշիկները մաքրել, ականջները մաքրել, եղունգները կտրել։ և իհարկե ննջարանոց հափոխել, նախաճաշել։ Շատ լավ, այս պահին եկեք դիտենք Աննային։ Ընկերներ, առավոտյան մենք դպրոց գնալուց առաջ ինչ ենք անում, հիմա կպարզենք միասին։
Եվ այսպես, ինչու է անհրաժեշտ մաքրել ատամները։ Ընկերներ, երևի դուք գիտեք, որ առողջ ատամներ ունենալ շատ կարևոր է։ Առողջ ատամները օգնում են ճիշտ եւ գեղեցիկ խոսել, գեղեցկացնում են մեր դեմքը։ Բացի այդ, առողջ ատամներով ավելի հեշտ է ուտելիքը ծամել։ Հիշեք, յուրաքանչյուր երեխա պետք է պահպանի անձնական հիգիենայի կանոնները։ Առավոտյան անհրաժեշտ է լվացվել, ամեն օր լոգան կամ ցնցուղ ընդունել, ուտելուց առաջ, փողոցից տուն վերադառնալիս, զուգարանից դուրս գալուց հետո լվանալ ձեռքերը։ Այս ամենը անհրաժեշտ է, որպեսզի տարբեր վարակիչ հիվանդություններով մենք երեխաներս չի հիվանդանանք։ Դուք ժամանակին լվացեք օճառով ձեռք ու երես, ամեն տիպի ջուրել սիրեք, լինի սառը, լինի տաք, ջրհորի, թե հոր թանձրևի կամ աղբյուրի սառնորակ։ Դարձեք ջրին լավ բարեկամ, առավոտից երեկո լվացվեք ամեն անգամ քնելուց առաջ եւ հետո։ Լվացվեք ժամանակին։ Ողջույն բոլորին։ Պարզվել է, չնախաճաշած երեխաները դասի ժամին անուշադիր են։ Շատ երեխաներ դպրոց են հաճախում սոված առանց նախաճաշելու։ Ավստրալիայում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետական դպրոցներ հաճախող երեխաները 3 անգամ ավելի հաճախ են սոված դասի գնում, քան մասնավոր դպրոցներ հաճախողները։ Չնախաճաշած երեխաների 73%-ը դասի ընթացքում ուշադրության հետ կապված խնդիրներ են ունեցել։ 66%-ն ավելի շուտ են հոգնել, 54%-ը սովորելու հետ խնդիրներ են ունեցել։ Դասատուների 35%-ը նկատել են, որ սոված երեխաները սովորաբար մյուսներից ուշ են հաճախում դպրոց։ 29%-ն ասել են, որ նման երեխաները հաճախ են բաց թողնում պարապմունքները։ Նախաճաշի բաց թողումը խանգարում է երեխաներին ամբողջությամբ յուրացնել իրենց պոտենցիալը։ Այն դպրոցներում, որտեղ երեխաներին նախաճաշ են տալիս, արդյունքներն ավելի լավ են։ Մասնագետները կարծում են, որ դպրոցական նախաճաշը լավ է ազդում երեխաների ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։ Իսկ ահա կանոնավոր քունը փոքր երեխաներին անհրաժեշտ է նոր նյութը լավ հիշելու համար։ Փորձի շրջանակում գիտնականները տարբեր զարգացող խաղերի միջոցով հետևել են, թե ինչպես են փոքր երեխաները հիշում նոր տեղեկատվությունը։ Պարզվել է, որ երեխաները, ովքեր խաղից անմիջապես հետո քնել են, հիշել են իրենց ցուցադրվածի մոտ կեսը։ Գիտնականների խոսքով արդյունքներն ապացուցել են քնից առաջ ընթերցանության անհրաժեշտությունը, ինչպես նաև բացատրում, թե ինչու են երեխաները վաղ տարիքում ժամանակի մեծ մասը քնած անցկացնում։ Դե ինչ, այսօրվա համար այսքանն էի պատրաստել։ Բարև, սիրելի երեխաներ։ Ողջույն չարաճճի, ինչպես ես։ Հիանալի։ Սկսենք նոր զգուշության կանոնների հետ ծանոթանալ։ Այժմ մենք կզրուցենք բարձրության մասին։ Իսկ դրա մեջ ինչ յուրահատուկ բան կա։ Բարձրությունը շատ վտանգավոր կարող է լինել փոքրիկ բալիկների համար։ Հետաքրքիր է, այդ ինչպես։ Դու աթոռից երբևէ ընկել ես։ Շատ անգամներ։ Ցավոտ էր։ Էն էլ ոնց։ Եկեք հիշենք զգուշության նոր կանոնները։ Բարձր սանդուղքի վրա բարձրանալ չի կարելի։ Սանդուղքի վրա ճոճվել չի կարելի։ Պետք է ամուր բռնվել եւ ոտքերը զգուշությամբ դնել հաջորդ աստիճանին։ Էլի ես այն նկարի մեջ։ Դա նրա համար է, որ երեխաները լավ հասկանան, որովհետեւ եթե չհասկանան, կընկնեն ու կվնասեն իրենց։ Բոլորն էլ գիտեն, որ պատուհաններից կախվելը կամ լուսամուտագոգին կանգնելը վտանգավոր է։ Կարող է հավասարակշռությունը կորցնեք ու ցած ընկնեք։ Վայ, Վախեցար։ շատ։ Լավ հիշեք պատուհանների հետ զգուշության կանոնները, իսկ այժմ զրուցենք պատշգամբների մասին։ Չի կարելի կախվել պատշգամբի բազրիքներից կամ սողոսկել ճաղերի արանքով, իսկ հիմա կտուրների մասին։ Սիրելի երեխաներ, տանիքների վրա զբոսնում են միայն կատուներն ու աղավնիները։ Երեխաները կտուրների վրա գործ չունեն։ Պակաս վտանգավոր չէ նաև բարձր ծառերի վրա մագլցելը։ Ինչու։ Եթե բարձրանաս ծառի կատարը, կարող է գլուխդ պտտվի, չկարողանաս քեզ պահել ու վայր ընկնես։ Տրամադրություն է, սկսես վատանալ։ Դե երեխաներ, եկեք մուլտֆիլմ դիտենք, Չարաճճիի տրամադրությունն էլ մի քիչ բարձրացնենք։
Ես մուլտֆիլմ շատ եմ սիրում, հատկապես ուսուցողական։ Դե ուրեմն նայենք։ Երբեմն կա մեր ցանկություն, կա կդիտել շատ վերևից, ինչպես բարձրում թռչուն, որը վեր է ամպիկներից, բայց պետք չէ երբեք շտապել, լավ է ուշադիր լինել, ու կանոնները զգուշությամբ չմոռանալ միշտ հիշել, թե որոշենք ծառ մագլցենք, ինչպես փոքրիկ ճարպիկ կապիկ, ծառը անկարծ կոտրվի ու կընկնենք ցած ինչպես փայտիկ։ Իսկ թե հանկարծ քաջի նման որոշենք կտուր բարթանալ ու թե իբր չվախենանք այդքան մեծ բարձրությունից քաջությունը մեզ չի օգնի, թե թռչունը մեզ վախեցնի։ Չած կընկնենք մեզ կվնասենք, հետո ամբողջ տարին բուժվենք։ Այս ամենը իրականություն չէ։ Մուլտֆիլմը։ Իհարկե, պարզապես պետք չէ մոռանալ, որ այդ ամենը կարող է պատահել այն փոքրիկների հետ, ովքեր սիրում են բարձր տեղեր բարձրանալ ու մոռանում են զգուշության կանոնները։ Մինչ նոր հանդիպում, սիրելի երեխաներ, մինչ նոր զգուշության դասեր։ Շատ կարևոր ու հետաքրքիր դասեր։ Էլեն, ասեն, կարող եք թվարկել մի քանի մթերքի անուն, որոնք դուք շատ եք սիրում։ Բալ, խնձոր, ադամաթուզ եւ ձմերուկ։ Իսկ ես սիրում եմ նարինջ, խնձոր եւ կիվի։ Սվետկա, կարող ես ասել, թե ինչու է մարդուն անհրաժեշտ սնվել։ Իհարկե, մարդիկ սնվում են, որպեսզի ապրեն, աշխատեն, առողջ լինեն։ Առողջ լինելու համար մարդը պետք է նաև ճիշտ սնվի, օրինակ սնունդը պետք է լինի բազմատեսակ։ Մեր օրգանիզմի համար շատ օգտակար են մրգերն ու բանջարեղենը, քանի որ նրանց մեջ շատ վիտամիններ եւ օգտակար նյութեր կան։ Հետևաբար երեխաներ, մենք պետք է մրգ եւ բանջարեղեն շատ ուտենք։ Երևի կռահեցիք, եկել է համով ուտելու ժամը։ Եթերում խոհանոցիկ էջն է։ Ողջույն բոլորին, եթե ուզում եք բարձրահասակ լինել, լավ տեսնել եւ ունենալ ամուր ատամներ, ապա պետք է ուտեք ձու, գազար պղպեղ եւ շատ վիտամին A։ Եթե ուզում եք չմրսել, չհիվանդանալ, իսկ հիվանդանալու դեպքում շուտ առողջանալ, պետք է օգտագործեք վիտամին C, որը կա սև հաղարջի, լիմոնի եւ այլ մրգերի մեջ։ Լավ, անցնեմ այսօրվա իմ գործին։ Մեզ այսօր պետք կա խնձոր, որը դասվում է ամենաօգտակար մրգերի շարքին։ Պետք է խնձորը բաժանենք 4 մասի։ Հիմա պետք է խնձորի առաջի մասը կտրենք եւ դնենք փայտիկի վերին մասում, դա կլինի մեր ձկնիկի գլուխը։ Եթե ուզում եք, որ ձկնիկի բերանը բաց լինի, ապա մի փոքր կտրեք։ Իսկ աչուկն էլ պատրաստեք ձկնիկի գլխի մասում մի փոքր կեղավահան անելով։ Խնձորի մյուս հատվածը բաժանեք 3 մասի, կեղավահան արեք եւ անցկացրեք փայտիկի մեջ։ Իսկ խնձորի վերջին մասը բաժանեք 2 մասի,
Եվ անցկացրեք փայտիկի ամենավերջի մասում, դա կլինի մեր ձկնիկի պոչիկը։ Իսկ հիմա մեր ձկնիկը տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ և զարմացնում բոլորին։ Իսկ ամենավերջում ուզում եմ ձեզ մի փոքրիկ առաջադրանք տալ։ Ձեր օրվա սննդակարգը կազմեք, բաժանեք այն 3 մասի։ Տեսեք, թե իմ թվարկած սննդամթերքները կան արդյոք ձեր սննդամթերքում, թե ոչ։ Եթե չկան, անպայման ավելացրեք, որովհետև դրանք շատ օգտակար են։ Իսկ հիմա բոլորին բարի ախորժակ։ Նկարահանումներին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Կակադու մանկական սրճարանին։ Կհանդիպենք։ Բարև ձեզ երեխաներ, ես Մարին եմ, այսօր ձեզ համար կպատմեմ մի շատ հետաքրքիր պատմություն հայկական լավաշի մասին։ Հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել։ Նա կռվի ժամանակ գերի է ընկնում Ասորստանի թագավոր Նոսորի մոտ։ Նոսոր թագավորը այսպիսի մի պայման է դնում, որ Արամ արքան 10 օր պետք է անոթի մնա, իսկ 11-րդ օրը նրանք դուրս կգան նետաձուկության մրցույթի։ Եթե Արամ արքան նետաձուկության մրցույթում հաղթեց, նրան բաց կթողնեն եւ նա կվերադառնա իր հայրենիք, ընծաներով եւ մեծ շքախմբով։ Հաջորդ օրը Արամ արքան հրամայեց, որպեսզի Ասորստանի մոտ գտնվող հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը։ Ասորի բանբերները շտապեցին դեպի հայկական բանակատեղի։ Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում։ Այդ պատճառով էլ պահեցին իրենց միջև լուսաբաց։ Բացին Ասորստանի բանբերները ետ վերադարձան, լանջապանակը փոխանցեցին Արամ արքային, իսկ Արամ արքան ասաց, որ դա իր ամենագեղեցիկ լանջապանակը չէ, թող ամենագեղեցիկ լանջապանակը բերեն իր համար։ Ասորստանի բանբերները 9 օր շարունակ գնացին եկան և գլխել չէին ընկնում, որ ամեն անգամ նոր լանջապանակ բերելուց նաև բերում էին նրբաթերթ հաց, որը թաքնված էր լանջապանակի մեջ։ Արամ արքան և Նոսոր թագավորը դուրս եկան մրցասպարեզ նետաձուկության մրցույթի։ Նոսոր թագավորին թվում էր, թե Արամ արքան կորցրել է սրատեսությունը և ուժասպառ է եղել, բայց Արամ արքան իրեն շատ կայտառ էր զգում, հայկական հացը նրան ուժ տվեց։ Արամ արքան հաղթեց մրցույթում և հայրենիք վերադարձավ մեծ պատվով։ Արամ արքան հայրենիք վերադառնալուց հետո անմիջապես հրամայեց, որ այսուհետև Հայաստանում հաստ ու բազմատեսակ հացերի հետ նաև թխել ջերմակափրփուր լավաշ։ Սա էլ իմ այսօրվա պատմությունը, կհանդիպենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանն էինք պատրաստել։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ հանրային եթերում։ Տեսեք, հաճ, շփոթեք մանկության մոլորակի ժամը։ Մեր նկարահանումներին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Մանուկների լավ բարեկամ Դի Ֆամիլիա սրճարանին։